Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի հետ։ Պարոն Պողոսյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Պողոսյան, նախ զրույցը սկսենք, թե վերջին աղմուկ բարույց դեպքերից հետո կապված քաղաքապետի կալանավորման հետ, նրանց բացի 41-ից ավել անձինք կային կալանքի տակ, նախ այդ առումով այդ իրադարձություններից հետո այս օրերին Գյումրիում ինչ իրավիճակ է, կալանավորվածների թվի փոփոխություն, վիճակի փոփոխություն կա, թե ոչ։ Բարեբախտաբար այս պահին դեռևս կալանավորվածների թիվը չի ավելացել, ցավոք սրտի նաև չի պակասել։ Այսինքն դա հերթական, ինչպես եւ մենք ձեր հետ զրույցում նշել էինք, Փաշինյանական այսպես հայադատության հերթական այսպես հիստերիկ դրսևորումներից մեկն էր, որի արդյունքում եղավ այն ինչը եղավ եւ հերթական անգամ մենք համոզվեցինք, որ այս մարդիկ ամեն կերպ ադում են հայ մարդկանց եւ նույնիսկ փոքր պատրվակներով իրենք կարող են մեծ աղմուկ բարձրացնել եւ տասնյակ մարդկանց ուղղակի կալանավորել առանց կոնկրետ հիմնավորումների։ Այս պահին բնականաբար ինչ-որ իրավական գործընթացներ են ընթանում, անկեղծ ասած ես մանրամասներին չեմ տիրապետում, չեմ կարող ասել քննությունը ինչ փուլի է հասել եւ արդյոք քննություն կատարվում է, թե ուղղակի մարդկանց որոշեցին առայժմ 2 ամսով պատժել եւ հաջորդ փուլերում նոր որոշակի քննություն կիրականացնեն։ Դատելով Հայաստանում մշտապես տեղի ունեցող այդ նույն process-ներից ենթադրում եմ, որ քննիչները այս ընթացքում որոշակի այսպես ավելի դանդաղ կոդ կդառնան, որբիսի 2 ամիսը լրանալուց հետո նորից կարողանան դատարաններին դիմել եւ ասել, որ քննությունը ավարտված չէ եւ այդ պատրվակով մարդկանց կալանքի ժամկետը երկարացնել։ Համենայն դեպս ներկա կառավարիչների օրոք սովորաբար ընդդիմախոսների հետ եւ առհասարակ հայ մարդկանց հետ նման կերպ են վարվում, որովհետեւ իրենք վստահ են, որ իրականում չկան այնպիսի հիմքեր, որ այդ մարդկանց տանեն պատիժ կրելու եւ պետք է փորձեն այս գլխից ինչքան հնարավոր է պատժել։ Իդեպ տեղեկությունները այսպես հազանգել են հնչեցում Վարդան Ղուկասյանի փաստաբանները, որ նրա առողջական վիճակն է բարբերաբար վատանում, տեղափոխում են, քրեակատարողական այնտեղ բուժ կենտրոն, բացի այդ հազանգում են վատ պայմանների մասին, դուք հավելյալ ինչ-որ տեղեկություններ ունեք այս մասին։ Չէ, իրականում տեղյակ չեմ, բայց գնահատական փաստացի առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդու նկատմամբ այս քրեական գործընթացը չի դադարում։ Ես մասնավորապես պարոն Ղուկասյանի առողջության հետ կապված որևէ ավել ինֆորմացիա չունեմ, քան ինչ կա բացառություններում հրապարակված, բայց ցավոք սերդի ինքս հնարավորություն եմ ունեցել 1 տարի առաջ ավելի այսպես մոտիկից ներսից ծանոթանալ քրեակատարողական հիմնարկների պայմաններին եւ առհասարակ մարդկանց առողջության նկատմամբ նրանց ունեցած վերաբերմունքին, հետեւաբար ես նույնպես այդ մտահոգություն ունեմ ոչ միայն Վարդան Ղուկասյանի մասով, ես առաջնային իմ մտահոգությունը դեռևս Միքայել Աջապայանի, Միքայել Սրբազանի կալանավորման ժամանակ էի հայտնել եւ այսօր ես յուրաքանչյուրի առողջության եւ կյանքի հետ կապված ունեմ լուրջ մտահոգություններ։ Ցավով պետք է արձանագրենք, որ այսօր այլևս տարբերություն չկա, թե մարդուն որտեղ են կալանքի վերցրել, խոսքս պայքարող կռիվ տվող մարդկանց մասին է, Երևանում թե Բաքվում, այսինքն Հայաստանի իշխանությունները իրենք ամեն ինչով ընդօրինակում են իրենց ադրբեջանցի եղբայրներին եւ հասկանալի է, որ այս պահին Հայաստանում յուրաքանչյուրն է վտանգի տակ, ովքեր չեն համակերպվում այն տրամադրությունների հետ, այն գործողությունների հետ, որոնք ձեռքի տրված իրականացնում են թուրքիական աշխարհի ներկայացուցիչները, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Պողոսյան, այս պահին Գյումրին փաստացի կառավարվում է ժամանակավոր պաշտոնանկատերի կողմից, ձեր դիտարկմամբ, քանի որ դուք այնտեղ ավելի հաճախ եք շփումներ ունեն, ինչ զարգացումներ կան դրա հետ կապված ձեզ իշխանությունները ինչ ծրագիր ունեն, կսպասեն նոր ունեցած տեղեկություններով հասկանալի է, ձեր հարցը կներեք ընդհատեցի, իմ ունեցած տեղեկություններով արդեն մյուս խմբակցությունների որոշ ավականիների վրա կա որոշակի ճնշումներ եւ ես կարծում եմ, որ հենց ավելի այսպես հանգիստ վիճակ ունեցավ Փաշինյանը կամ ընդհակառակը օրինակ հերթական զիջումներից առաջ գուցե ինքը հաջորդ սերիան
կազմակերպի Գյումրիում, այս անգամ արդեն վերջնական իր քաղաքապետին անցկացնելու եւ այստեղ բնականաբար չի կարող ամեն ինչ ավելի հանգիստ անցնել եւ հերթական անգամ ինչ որ բան կսարքեն մարդկանց գլխներին, կներեք բառիս համար, բայց այսօր Հայաստանում դրա ավելի նուրբ ձևը չենք կարող արտահայտվել, բնականաբար ինքը Գյումրին ժամանակավորապես կարող է հանգիստ թողնել միայն այն ժամանակ, երբ իր նախընտրելի տեխնազոն կդառնա Գյումրու կառավարիչ։ Այսինքն դեռ չեն հանդարտվել։ Իհարկե չեն հանդարտվել, տարբեր աղբյուրներից անհանգստացնող եւ ահազանգող տարբեր տեղեկատվություններ ստանում ենք։ Պարոն, բայց մյուս կողմից էլ որքան էսպես մեծացնում են, հա, ճնշումները, արդեն քաղաքացիներին դա ավելի բորբոքում է, ընդդիմադիր ալիքը ավելի մեծացնում է, այսինքն սա շատ հաճախ նաև ընդդեմ իրենց է ավելի շատ աշխատում։ Այո, դուք ճիշտ եք, այդ ամեն ինչը նաև իրենք են շատ լավ հասկանում, ուղղակի այստեղ կա մի տարբերություն։ Սովորաբար, երբ որ երկրում պետականակենտրոն իշխանություն է լինում, ինքը մշտապես անհանգստանում է մասով եւ մշտապես ցկտում է, որովհետեւ քաղաքացիների մեջ դժգոհություն չառաջանա։ Բայց պատահական չի, որ արդեն տևական ժամանակ է նրանք կոչում են կառավարիչ։ Երրորդ նախագահի կողմից առաջինը տարածվեց դերևս պատերազմից հետո, այսինքն ո՞րն է կառավարիչի եւ իշխանության տարբերությունը։ Իշխանությունը ինքը աշխատում է պետականակենտրոն, կառավարիչը ինքը ուղղակի դրսից ներդրված է եւ իր նպատակը ոչ թե ներսում խաղաղություն, հանդարտություն ապահովելն է, այլ ժամանակավորապես կարողանալ կառավարել կամ ռեժիմը պահել այնպիսին, ինչպիսին իրենից պահանջում են հենց իրեն նշանագողները կամ իրեն իշխանության բերողները։ Հետևաբար այս մարդկանց համար դա բացարձակապես հետաքրքիր չի։ Եթե այս մարդկանց համար պետականակենտրոնությունը լիներ կարևոր, սկսած 2018 թվականից պրոցեսները լրիվ այլ ուղղությամբ կգնային եւ լրիվ այլ դրսևորումներ կունենային։ Ինչ դրսևորումներ։ Օրինակ չէր լինի 20 թվականի 44-օրյա պատերազմը, ամենակարևոր թեման։ Այսինքն այստեղ արդեն խնդիրը մենք տեսնում ենք, որ այս մարդը եկել էր ոչ թե խաղաղություն հաստատելու, այլ ինքը եկել էր կոնկրետ պատերազմի տանելու։ Պարոն Պողոսյան, որպես այս թեմայի շարունակություն, հենց այս ֆոնին, անդրադառնանք երկրորդ եւ երրորդ նախագահների հարցազրույցին, որտեղ հիմնական հենց թեման դա էր, 18-ի հեղափոխությունը եւ պատերազմը ու նաեւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, ու հենց դա էր հիմնական թեզը, որ կարելի էր այս պատերազմից խուսափել, երկու նախագահներն են կարծես այս թեզն են առաջ տանում ու արդեն հնչեց Նիկոլ Փաշինյանի կողմից արձագանք, նա իր հերթին իր այսպես փաստարկներն էր բերում, իր հերթին մեղադրանքներն են հնչեցնում, այստեղ նա ասաց, որ պատրաստ է 19 թվականից սկսած այդ ողջ բանակցային գործընթացի փաթեթը, ասեց կանավորում եմ եւ առաջիկայում պատրաստվում է հրապարակել։ 2020 թվականից 21 թվականից սկսած է նորից եւ ինքը եւ իր թիմակիցները անընդհատ խոսում էին նրա մասին, որ փաստահավաք հանձնաժողով են ստացել ազգային ժողովում, անընդհատ փորձեցին այսպես PR-ել, ներկայացնել, բայց արդյունքում մենք չտեսանք, չէ՞, փաստահավաք հանձնաժողովի արդյունքը։ Եվ հետեւաբար ես կասկածում եմ, որ մենք նաեւ հստակ կտեսնենք բանակցային գործընթացի այսպես ասած սկանավորված տարբերակը, որովհետև չեմ կարծում էլի մի քանի թերթ փաստաթուղթը կամ գոնե այն սկզբունքների մասը, որը լավագույն դեպքում մի 2-3 էջ կլիներ, այդքան շատ ժամանակ երբեք սկանավորելու համար։ Եվ հետո այլ դուք շատ կարևոր կետից սկսեցիք, տեսեք, երրորդ նախագահան իսկապես շատ հետաքրքիր շեշտադրումներ արեց, մասնավորապես ինչ նշեց նա, որ 2010 թվականին եղել է հստակ փաթեթ, առաջարկությունների փաթեթ եւ այդ փաթեթի մասին ոչ ոք չգիտեց, այդ թվում չեն գիտեցել Արցախի իշխանությունները եւ ինքը շատ խնամքով դա թաքցրել է եւ այստեղ նաեւ նախագահան էլի շատ կարևոր դիտարկում արեց, ասաց, որ ինքը դա մի քանի ամիս առաջ է վերջնականապես հնարավորություն ունեցել տեսնելու։ Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանի միանշանակ խնդրանքով, ամենայն դեպս ես այդպես եմ ենթադրում, եւ ԵԱԿ Մինսկի համանախագահները եւ Ադրբեջանի նախագահան, բոլորը այդ փաստաթուղթը շատ խնամքով պահել են։
Եվ այստեղ չի եղել այդ փաստաթղթը։ Տեսեք նախագահը շատ հետաքրքիր ինքը նշեց, որ ինքը ունեցել է շատ կարևոր կետեր, բայց մինչ այդ իր բանակցած այն առանցքային կետերը, որոնք էին ինքնորոշման իրավունքը, հանրաքվեն եւ այլն, այսինքն դրանք մի փոքր երկրորդվել են եւ այնտեղ անհասկանալի այլ սկզբունք եղել, մասնավորապես արդարության սկզբունքը, որը Պարզ է, որ երբևէ որևէ տեղ նմանատիպ ինչ-որ սկզբունք չկար եւ այդ սկզբունքի սահմանումն չկար։ Բայց ինչպես նշեց նաեւ նախագահ Սարգսյանը, ինքը ասաց նույնիսկ այդ պայմաններում հնարավոր էր ու կարելի էր շատ ավելի լավ բանակցել եւ արդյունքում ստանալ այնպիսի մի իրավիճակ, որը ամբողջովին կփոխեր Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շահերից։ Բայց քանի որ այս մարդկանց նպատակը դա չէր, որ այնտեղ իրենք բանակցեին եւ արդյունքում կային իրական արտահայտությունը, այլ ընդամենը սա իմ կարծիքով երկուստեք պայմանավորվածության արդյունք էր եւ այդ պայմանավորվածության արդյունքում նրանք պետք է տանեին բանակցային գործընթացի ամբողջական տապալման, որովհետեւ միայն այդ դեպքում Ադրբեջանը կարող էր սանձազերծել այդպիսի մի դժոխքային պատերազմ, որին ցավոք սրտի մենք ականատեսն եղանք եւ ցավոք սրտի մենք դրանով ապրեցինք։ Այսինքն այստեղ հստակ կար նաև եւս մեկ շեշտադրում, որ դերևս 2018 թվականի դուշամբի հանդիպման ժամանակ այլևս որոշում էր կայացվել երկուսով աշխատելու եւ այլևս որոշում կար որոշակի սկզբունքների փոփոխության եւ դրա գինն էլ դարձել էր 18-ից 20 թվականների չկարագելու համաձայնությունը։ Եվ մենք առիթ ունեցել ենք նաև ձեր եթերից խոսելու, այդ չկարագելու առիթը օգտագործվեց ավելի շատ Ադրբեջանի օգտին, որովհետև եթե այստեղ դրանով Փաշինյանը փորձում էր ժողովրդի այսպես ազգայարանները կոտրել եւ բուն խնդիրներից հարցը տեղափոխել այլ մանիպուլատիվ դաշտ, Ադրբեջանը իր 2 տարին միանշանակ օգտագործեց ինժեներական աշխատանքներ իրականացնելու եւ ավելի բարենպաստ ելման դիրքեր կառուցելու համար։ Դե նայեք, Նիկոլ Փաշինյանն էլ իր որպես արձագանք ներկայացնում էր, ասում էր, որ այսքան տարի երբեք Հայաստանը այսքան սպառազինություն, այսքան նոր զենքեր ձեռք չի բերել, որքան իր իշխանության օրոք, ու ավելին առաջարկեց, ասես պատրաստ եմ 50 հոգանոց խումբ ձևավորվի եւ տանենք ցույց տամ ի պատասխան երկրորդ նախագահների այդ մեղադրանքների։ Ասում էր եկեք ցույց տամ, թե ինչ սպառազինություն ունենք, ինչ ենք ձեռք բերել։ Տեսեք, սպառազինությունը տեսնել պետք չէ իրականում, որևէ մեկին պետք չէ եւ ինքը նաեւ այդ առաջարկությունը անելով շատ լավ հասկանում էր, որ որևէ մեկի իր խելքին չէր ընկնի եւ չէր կնա ենթադրենք ինչ որ սոցիալական ցանցից գնված շունը ռոբոտ տեսնելու, որևէ մեկի պետքն էլ դա չէր եւ առհասարակ այ ինքը նույնիսկ երբ որ այդ ռոբոտը գծել էր ինչի համար էր դա, ինքը ուղղակի դրանով ծիծաղում էր ես երկրի ժողովրդի վրա, այսինքն այդ շունը ռոբոտը ինչ էր հանելու։ Երբ որ մեր դեմ կռվում են, ասենք ժամանակակից անօտաչու սարքերով, երբ որ մեր դեմ կռվում են ժամանակակից բալիստիկ հրթիռներով, այդ շունը ինչ էր անելու, ոդացլագ երգնելու ընդամենը։ Այսինքն ինքը սրանով հերթական այսպես ծիծաղը, հերթական առհամարանկը ցույց տվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդի նկատմամբ։ Իսկ ինչ վերաբերվում է սպառազինությանը, տեսեք մենք սպառազինության լավ լինելը կարող ենք տեսնել միայն մեկ բանում։ Եթե երկրի բանակը իսկապես գտնվում է բավականին բարձր որակների եւ ամուր հիմքերի վրա, երկրի ղեկավարն է բանակցությունային մասում է շատ ավելի ամուր լինում։ Իսկ մենք 44 օրյա պատերազմից հետո երբևէ տեսել ենք Փաշինյանին ավելի ամուր ոտքերի վրա կանգնած։ Մենք ընդամենը տեսել ենք մի սուրճ եփող, որը կրկնում է այն ամեն ինչը, ինչ իրեն տալիս են։ Այսինքն նախապես կրկնում է այն կապրիզները, ինչը ցանկանում է ստանալ Ալիևը։ Թվականի ընտրություններին իր վստահություն քվեց ժողովուրդը չտվեց, որ ասում եք ամուր ոտքերի վրա կանգնած։ Այդ ժամանակ էլ էր այդպես։ Գուցե պատերազմից հետո բանակի մարտունակության մասին։ Իսկ առհասարակ այդ 21 թվականի ընտրությունները դա մեր բոլորի ողբերգություններից մեկն էր։ Եվ այդ ընտրությունների արդյունքում էր, որ ինքը նույնիսկ կարողացավ ինչ-որ տեխնոլոգիաների հաշվին ես նկատի ունեմ բանակցություններում ոտքերի վրա ամուր կանգնած։ Այսինքն ցանկացած երկրի ղեկավարի
ամուր բանակցությունների գնալու հիմնական հիմքը, հիմնական ամրությունը իր բանակն է։ Այդ եթե ինքը խոսում է բանակը այսպես սպառազինություններով ապահովելու մասին, հետևաբար մենք տեսնում ենք ինչքան է ամուր բանակը, որովհետև մենք տեսնում ենք ինչքան է թույլ ինքը, այսինքն այստեղ կա արդեն այդ համեմատական զուգահեռը, կամ ինքը խոսում է սպառազինություն կնելու մասին, 20 թվականին էլ սելֆիներ էր անում նոր կնված ինքնաթիռներից, իսկ այդ ինքնաթիռները թեկուզ մեկ պտույտ իրականացրեցին պատերազմի ժամանակ։ Ձեռք են բերել նաև Մխիթար Հայրապետյանը, եթե չեմ սխալվում, տեղանքվող զննող սահմանին սարքին ձեռք բերել, որը գովազդեցին, մեզ հիմա կարծես այլևս այն չկա, դուք կհիշեք։ Ես հիշում եմ ավելի վատ բան։ Երբ իրենք ամեն կերպ այսպես կուրս էին ծեծում, որ ամբողջովին օդը փակ է։ Արցախում ամբողջովին օդը փակ է։ Իսկ Արցախում առաջին րոպեներից սկսած օդը փակ չէր։ Եվ այն նաև այդ օդը փակ չլինելու արդյունքում էր, որ մենք հասանք այս իրականությանը։ Ես ցած ավելին ասեմ, շատերը կարող են նաև փաստել, ովքեր պատերազմից հետո օրինակ եղել են Ստեփանակերտի այդ հետևի կողմից, որ գնում էին Բալուջա, այնտեղ կար դրված այս 300-ների մուլյաժներ։ Դրված էր եղել պատերազմից առաջ, եւ նրա նպատակը նա էր, որ իրենք դրա միջոցով կարողանային թշնամուն խաբել։ Եվ այնտեղ նույնիսկ մի պարսադիկի քաշ չէր ընկել։ Իսկ իրական հոբ համակարգը ոչնչացվել էր, ինչի՞։ Որովհետև թշնամին շատ հստակ գիտեցել էր, որն էր մուլյաժը, որն էր իրականություն։ Այսինքն շատ բան կարող է ասել, բայց հակառակը լինելու է։ Իսկ ինչ միջոցներով էր այդ ամենը, այդ ամենին քաջատեղյակ։ Տեսեք, այս մարդը պատերազմի ժամանակ ուղիղ եթեր էր մտնում եւ խոսում էր, որ ենթադրենք քիչ հետո հարավային ուղղությամբ լինելու է կարևոր հակակրող։ Դրանի, եթե ինքը նույնիսկ չէր վարանում սոցցանցերի միջոցով տեղեկացնել, ես վստահ եմ, որ այդ ուղիղ շփումների շրջանում շատ ավելի շատ բաներ է փոխանցվել, որովհետև պաշտպանական համակարգը ամբողջովին թուլացված էր։ Ինքը գալու օրվանից առաջին քայլով սկսեց թիրախավորել գեներալներին, չմոռանանք։ Եվ դա ուներ ընդամենը մեկ նպատակ՝ բանակը թուլացնել, բանակը բարոյալ եկել։ Եթե լավ այսպես ասեմ, որպեսզի տարբերությունը շատ ավելի պարզ ձևով ակնհայտ լինի, օրինակ եթե նկատել եք մենք ընդդիմադիրներս կամ Հայաստանի անկախության համար կռիվ տվողներս հնարավորինս խուսափում ենք բանակի մասին խոսելու, չնայած շատ բաներ ունենք խոսելու, շատ բաներ գիտենք, շատ բաներ ենք տեսնում, բայց երբեք օրինակ չենք ասում, որ ծնողը տնից վաքս է ուղարկում, որ որդին այնտեղ իր կոշիկները կարողանա վաքսի։ Իսկ իրենք միջև այդ ու միջև այսօր թմկահարում են, ենթադրենք Ալեքսանդրյան Վահագի ներքնաշորժ չունենալու փաստը։ Այսինքն իրենք դեռևս իշխանափոխությունը սկսել էին բանակը վարկաբեկել եւ այդ բանակ վարկաբեկելու, բանակ թուլացնելու գործընթացը շարունակվեց մինչև պատերազմը եւ հետ պատերազմյան շրջանում։ Եվ հիմա ինքը ինչ է թմկահարի, որ այս տեխնիկան են բերել, տեխնիկան են բերել, չեմ ուզում առանձին անդրադառնալ, ենթադրենք հնդկական իրենց կողմից գնված զենքերի առավելություններին եւ թուլություններին, որովհետեւ խոշոր հաշվով մենք գործ ունենք մեր սրբության սրբոց բանակի հետ, որին չի կարելի ոչ պիտի թիրախավորել։ Ես ընդամենը օրինակը պարզ բերում եմ ուժեղ եւ համալրված բանակ ունեցող երկրի ղեկավարը այդքան կռացած չի լինի իր հագարագործ կամ թշնամի երկրի ղեկավարի առջև։ Այս մարդը թողներեն ինձ բոլոր շները, բայց ծեծ կերած շամպես է գնում Ալիևի մոտ։ Ինքը գնում է ամեն յուրաքանչյուր անգամ, երբ որ ինքը Ալիևի հետ հանդիպում է, մենք մի քանի կադրեր ենք տեսնում, մենք այնտեղ ինչ ենք տեսնում, որ ինքը սպասարկողի տերում է գնում, մենք այնտեղ չենք տեսնում երկրի ղեկավար, մենք տեսնում ենք սուրճ եպող, մենք տեսնում ենք մշտապես ճաշկերույթներից դուրս մնացած մեկը, մենք մշտապես նույնիսկ այդ լուսանկարների մեջ մենք տեսնում ենք, թե ինքը ինչքան է կադրից դուրս մնում։ Եվ այս ամեն ինչը խոսում է միայն մեկ բանի մասին, որ այս մարդը ուղղակի կառավարիչ է։ Ինքը եկել է այստեղ եւ իր նպատակը ընդամենը եղել է մեկ է՝ Արցախը հանձնել։ Պարոն Պողոսյան, լավ ծանոթ եք Ալիևի վերջին հայտարարություններին, Սևանի մասով ու առհասարակ։ Եվ իշխանությունները օրինակ տեսանք, որ այսպես հերթով բարձաբանումներ են ներկայացնում, թե ինչ նկատի ունի, ասում են, որ կոնկրետ ռուսական քարտեզներ են նկատի ուներ, ու սա սպառնալիք չէ Հայաստանի ազգային ամբողջականության նկատմամբ։ Հետևաբար ինչ էր։ Հետևաբար ինչ էր, Ալիևը սրանով ճանաչում էր Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
ջերմուգում Ալիևը զորքը պահելով ինքը ճանաչում է։ Լսարանի համար արված հայտարարություններ։ Դա Ալիևը այսօր խնդիր չունի ներքին լսարանի համար ինչ որ նմանատիպ օդի մեջի հայտարարություններ անել։ Այդ խնդիրը այսօր ունի Փաշինյանը։ Ալիևը այդ խնդիրը չունի, Ալիևը կարողացել է ինքը ավելին ստանալ, քան երազում էր ժամանակին։ Շատ ավելին ստանալ։ Իսկ այ ինչ վերաբերվում է Սևանի մասով նրա այդ հայտարարություններին, անձամբ ինձ շատ անհանգստացնում է։ Ու շատ մի բարձ պատճառով, որովհետև տարիներ շարունակ Ադրբեջան եւ առհասարակ այսօր ժամանակակից աշխարհի կարևորագույն հարստություններից մեկը դա բնական աղբյուրներն են։ Այսինքն ջրի պաշարներն են։ Տեսեք, նույն 44 օրյա պատերազմի ժամանակ Ալիևը բնականաբար միջև վերջ վստահ չէր, որ ինքը կարողանար այդքան տարածքներ թղթով եւ այլն ստանալու։ Ինքը այդ ժամանակ ինքը նույնիսկ չէր պատկերացնում, որ ամբողջ Արցախը պետք է ստանար։ Ինքը իր առաջի գործողությունները ինչ արեց։ Մարտակերտի շրջանում գրավեց այն բոլոր տարածքները, Մադաղիսում, Մարտակերտում այն բոլոր տարածքները, որտեղ կային ջրային ռեսուրսներ։ Միայն ջրային ռեսուրսներին տիրանալուց հետո ինքը նոր սկսեց ավելի այսպես հարվածային ուժը ուժեղացնել հարավում, որպեսզի կարողանար կար հասնել Շուշիին։ Այսինքն ինքը այդ պահին ինչ էր մտածում, քանի ենթադրենք խոշոր պետությունները չեն խառնվել, քանի պատերազմը չեն կատարածել, կոնե ինքը կարողանա ջրային ռեսուրսներին տիրանալ եւ տատանել։ Եվ այսօր ինքը արդեն Հայաստանի նկատմամբ ունենալով որոշակի նկարդումներ, ինքը նույն էլի տրամաբանությամբ մտածում է, որ այսպես տեմպես պետք է կանամ որոշակի գործողություններ ինչ-որ բամդի վերցնեմ, ավելի լավ է Սևանի ջրերը առաջնահերթ վերցնեմ, հետո նոր մտածում ենթադրենք ինչ-որ հանկավայր հարավում կամ ինչ-որ դաշտավայր հյուսիսում վերցնելու մասին։ Այսինքն սա նույն է թուրքական, ադրբեջանական քաղաքականության դրսևորումն է, որը հստակ Ալիևը արտահայտում է։ Եվ այստեղ մենք ոչ թե պետք է ուղղակի ընկնենք մանիպուլատիվ ինչ-որ հայտարարությունների կամ արտարացնելու, մենք կոնկրետ գործողություններ դանենք։ Եվ եթե այս իշխանությունը իսկապես ունենար պետականակենտրոն մտածողություն, ինքը արդեն իսկ պետք է որոշակի գործողություններ իրականացրած լիներ։ Բայց տեսեք, նույն մենք նորից անդրադառնանք երրորդ նախագահի հարցազրույցին, երրորդ նախագահն եւս մեկ կարևոր բան ասաց, բոլորը նախապես գիտեին, որ պատերազմը սկսվելու է սեպտեմբերի 27-ին։ Եվ նաև նշեց այն 3 տարական կարևորագույն գործողությունները։ Որտեղից գիտեին։ Դա կարծում եմ պետք է հարցը ուղղել Սերժ Սարգսյանին, որովհետև ինքը նշեց, որ քաղաքական վերնախավը այդ ժամանակ, այսինքն ԿՊԱ-ները, ոչ թե ընդդիմադիրները, ԿՊԱ-ները այլևս նախապես գիտեցել են, եւ այդ մասով մենք տարբեր տեղերից ենք իմացել։ Այս ընթացքում նաև բաց աղբյուրներում շատ խոսվել է, որ օրինակ նույն ռուսական հետախուզությունն է բազմիցս զգուշացրել Հայաստանի գլխավոր շտաբի պետին, բազմիցս զգուշացրել են վարչապետ կոչվածին, այսինքն իրենք հստակ գիտեցել են։ Ես ավելին ասեմ, այս ընթացքում, որ մենք տեսակ այսպես մեր նախագիծն ենք իրականացնում ճանապարհ դեպի Արցախ, տարբեր այսպես սպայակազմի ներկայացուցիչների զրուցում ենք, Արցախում էլ շատերը այդ մասին գիտեցել են, բայց զորքը չեն նախապատրաստել, զինատեսակները չեն նախապատրաստել, հոբ համակարգերը չեն տեղափոխել ավելի անվտանգ տեղեր, պատրաստվածության չեն բերել եւ չեն կիրառել բոլոր այն դա մարտավարական հերթիները, որոնք կարող են Ինչպես։ Ինչը համարվում է պետական դավաճանություն է։ Կարծում եմ դուք դա մեղմ եք ասում։ Կարծում եմ դուք դա ավելի մեղմ եք ասում։ Սա ես չգիտեմ ինչ, որովհետեւ այստեղ ոչ միայն պետությունն է տուժել, այստեղ տուժում են ամբողջ նաեւ հետագա սերունդները։ Սա սահպապաղձություն էր նաեւ։ Երբ որ դու մի այսպես փոքրիկ մի գեղեցիկ երկիր ուղղակի ոչնչացնում ես։ 8 տարի առաջ մենք ունեինք ազատ անկախ Հայաստան եւ ունեինք ազատ անկախ ու անվտանգ Արցախի հանրապետություն։ Ու հիմա մենք ինչ ունենք։ Մենք չունենք Արցախի հանրապետություն ոչ մի տեսակի եւ ունենք մազից կախված Հայաստանի հանրապետություն, որը ցավոք սրտի բանակցային կողմ դինելուց արդեն փոխվել է եւ դարձել է բանակցային սեղանի ընդամենը ճաշացանկ։ Այ մեր խնդիրը այսօր սա է, ու մենք սա չենք գիտակցում։ Կամ շատ քիչ ենք մեր հասարակությունը գիտակցում։ Ինչը տեղի ունեցել արցախցիների հետ, այսօր նույն վտանգի առաջ կանգնած ենք մենք բոլորս։ Եվ ինչ ենք մենք անում։
Այդ տվեցիք ամենաբարձ պահած։ Գիտակցում ենք այդ վտանգները, բոլորը հասում են, բայց հանրությունը, գիտեք, այսօր հանրությունը սկսել է գիտակցել։ Այ հանրությունը նաև ինչպես կարծականքի առաջիկայում այս բանը դժվարանում եմ ասել։ Բայց որպես մարդ, ով բնականաբար չի կարող գիշերները հանգիստ քնել, ընդամենը պետք է փաստեմ մի բան, որ մենք մեր գերխնդիրը պետք է լինի ոչ թե օրվա հաց ապահովելը սեփական ընտանիքի համար, մեր գերխնդիրը պետք է լինի օր առաջ սրանցից ազատվելը։ Որովհետև որպես այդպեսին Նիկոլ Փաշինյանը երբեք էլ խաղաղություն չի բերելու։ Ինքը եկել էր հատուկ պատերազմ բերելու համար եւ պատերազմ բերող մարդը չի կարող խաղաղություն բերել։ Պարոն Պողոսյան, եւ արդեն ավարտին խոսենք եկեղեցու շուրջ ինչ է կատարվում։ Նախ սկսեցին Հովանավանքից Թալին եւ այս կիրակել պատրաստվում են Վայոց ձոր։ Ու այսպես հերթով շղթայական կապ է ստանում, ավելի եկեղեցու դեմ արշավը, այսպես ընդլայնվում է տարածքային առումով ավելի մասշտաբներով։ Գիտեք, ես այստեղ մի փոքր ձեր հետ չեմ համաձայնվում։ Ես տեղանքի առումով նկատի եմ։ Հասկանում եմ, իսկ ես մտածում եմ, որ այդ շարժումը սկսեց մարել։ Որովհետև Հովանավանքում երկրորդ պատարագից հետո Փաշինյան Նիկոլը ինքը միանշանակ հասկացավ, որ ինքը արդեն պարտվել է։ Ինքը շատ լավ հասկացավ, որ ինքը չի հասել նրան, որ կարողանա եկեղեցին քանդել։ Ուրեմն երկրորդ պատարագը, որ տեղի է ունենալու Հովանավանքում, գիշերը կարծեմ ժամը 2-ին 3-ին ես ինֆորմացիա ստացա, որ Գյումրիի բոլոր այսպես ոստիկանական ուժերին տեղափոխել են Իջմիածին։ Արդեն առավոտյան տեղեկացանք, որ նրանք հիմնականում տեղակայվել են Աշտարակի հատվածում եւ սպասում են Հովանավանքի դեպքերին։ Այսինքն այդ օրը Փաշինյան Նիկոլը ըստ ամենայնի նախատեսել էր, որ կունենար բազմամարդ ինչ-որ հավաք, ու այդ հավաքը միանգամից կօգտագործեր եւ շատ արագ կտեղափոխեր Մայր Աթոռ։ Բայց արդյունքում ինքը այնտեղ պարտվեց, այնտեղ արդեն հստակ ժողովուրդը ցույց տվեց իր վերաբերմունքը։ Ես ճանաչում եմ տասնյակ մարդկանց, ովքեր ասենք Արագածոտնի մարզում, Երևանում, Շիրակի մարզում իրենք աշխատում են պետական համակարգում եւ իրենք շատ հաջող գլուխները կախ գնացել էին այնտեղ, որտեղ իրենց քփն տարել էր կամ պարտադրել էր գնալ։ Իսկ այս ժամանակ արդեն բոլորը բացահայտ հրաժարվել էին։ Եվ այդքան հսկայական ռեսուրսներ ունենալով հանդերձ ինքը նույնիսկ մի պանիխիդայի ժողովուրդ չկարողացավ հավաքել։ Բայց միջին մագարտակի պանիխիդայում ավելի շատ մարդ է հավաքվում, քան այդտեղ։ Եվ այ որովհետեւ ինքը միանգամից չհայտարարեր, որ ինքը պարտվել է, ինքը հիմա արդեն այդ պատարակները փորձեց վերածել այսպես զբոսաշրջության։ Այ եկանք Թալինում ավելի քիչ մարդեր չստացվեց, վաղը կգնանք Խաչիկ, այս ընթացքում սիրուն մոռացության կտանք, մի երկու հատ նորից ուրիշ հայտարարություններ կանենք եւ մոռացության կտանք, որ մենք, չգիտեմ, դուրս էինք ելել կաթողիկոսի դեմ։ Ես ասել եմ ու նորից կրկնում եմ, եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը միանշանակ փորել է եւ փորում է իր գերեզմանը։ Ինքը այդ փոսից չի կարողանալու դուրս գալ։ Մնում է ուղղակի տեսնենք, երբ վերջնական այդ քաղաքական տաբանաքարը կտրվի իր վրա եւ կբրզենք։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Պողոսյան։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ զրուցում ենք գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի հետ։ Շնորհակալ եմ մեր զրույցին հետևելու համար, կհանդիպենք։